Նա փոքր ժամանակ հատեցին աստղերի նկարել և այլ բաներ, օրինակ աստղերի հետ կապված հեռադիտակ և մանրադիտակ։ Նա աստղերի երկու երանգ է տալիս, մեկս մի քիչ դեղի մոտիկ և բաց դեղի, և մեկը մի քիչ մուտ դեղի։ Իմ խոսքը կշարունակի Գրիգոր։ Եվ նա ունեցել է մի աստղադիտակ, որով գիշերները նայում էր աստղերին, և երբ ստեղծեց նա աստղադիտարանը, հիմա Այդ աստղադիտակը ուներ այս տեսքը, շատ մեծ էր, և նա կոչվում է Z207, այն 27 մետրը, 27 Գրիգոր, քո նկարն է և մեր դասարանի աստղադիտարանում։ Շատ բարի։ Արմեն, ավելացնելու ինչ ունենք։ Երրորդ դասարանում մենք այցելեցինք աստղադիտարան։ Աստղադիտարանը գտնվում է Բյուրականում։ Ինչ տեսանք այնտեղ։ Այնտեղ տեսանք մեծ աստղադիտակ, այնտեղ այցելեցինք տուն թանգարան։ Ում տուն թանգարանը։ Վիկտոր Համբարձումյանի։ Այո, իսկ աստղադիտակի այդ աստղադիտարանի անունն էր կրում։ Վիկտոր։ Վիկտոր Համբարձումյանի։ Այո, ճիշտ է։ Երեխեք, իսկ կարող եք ասել պատահական էր ընտրված այդ տեղը Բյուրականը։ Ասա։ Բյուրականի ընտրված էր Բյուրականը, որտեղ այնտեղից ավելի լավ են երևում աստղերը։ Կեցես, ուրիշ բան ունենք ավելացնելու։ Եվ այնտեղ են տրված, քանի որ դա քիչ բարձր տեղ է, կարելի ասել, որ հավերած սար է, և այդտեղից ավելի աստղերի մոտիկ է, և ինչքան է նրան մոտիկ ասել, ավելի այդքան մոտիկ և ավելի Պարզ երևում են։ Երևա աստղերը։ Այո։ Համբարձումյանը սիրում է գիշերները նայել աստղերին։ Ահա, ուրիշ։ Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին Վիկտոր Համբարձումյանի ջանքով։ Կեցեք։